Նոյեմբերի 25-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության եւ քննչական կոմիտեի ծառայողներն իրականացրին անսպասելի խոզարկություն եւ մանրակրկիտ ծրագրված մուտք գործողությունների շնորհիվ հանցավոր կազմակերպության անդամներին չհաջողվեց ոչնչացնել քննության համար առանցքային ապացուցողական նշանակություն ունեցող էլեկտրոնային տեղեկությունները։ Խոզարկության ժամանակ հայտնաբերվել են հանցավոր կազմակերպության անդամներ, որոնք Հայաստանի եւ այլ երկրների քաղաքացիներ են, ինչպես նաեւ նրանց օգտագործած համակարգչային տեխնիկան։ Ձեռք բերված փաստական տվյալների շրջանակում քննչական կոմիտեում իրականացվում են համապատասխան վարույթային գործողություններ հանցավոր կազմակերպությունում ներգրավված բոլոր անձանց քրեադատավարական կարգավիճակը որոշելու ուղղությամբ։ Քրեական ոստիկանությունն էլ իրականացնում է ակտիվ համագործակցություն օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների հետ հանցավոր կազմակերպության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով։ Նմանատիպ հանցավոր զանգերի կենտրոնների բացահայտման աշխատանքները կրում են շարունակական բնույթ եւ ցանկանում եմ հորդորել մեր քաղաքացիներին, եթե ստացել եք նմանատիպ զանգերի կենտրոններում աշխատելու առաջարկ, պարզապես մերժեք այդ առաջարկները հետագայում քրեական պատասխանատվությունից խուսափելու համար եւ